Ըստ էության հարցի երկրորդ մասին ես արդեն պատասխանեցի, բայց նորից կկրկնեմ, ժամանակավոր կառավարիչի ինստիտուտը կարգավորվող օրենքի համաձայն շարունակվում է գործել այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջ գործընթացը չի հասել իր տրամաբանական ավարտին, իսկ տրամաբանական ավարտը այն է, երբ որ պետությունը կբանակցի սեփականատիրոջ ընկերության հետ կամ կբանակցի այդ տնօրենների խորհրդի հետ, որից հետո տեղի կունենա սեփականության իրավունքի անցում եւ դրանից հետո պետությունը արդեն ինքը կորոշի պետականացված այդ ընկերությանը ինչ նոր կարգավիճակ տալ։ Իսկ այդ նոր կարգավիճակը այս պահին իմ մտքում առնվազն նշмарվում է 3 տարբերակ, թե որ ճանապարհով պետությունը կգնա, դա ժամանակը ցույց կտա։ Այսինքն տարբերակ 1 կարող են վաճառել այլ ընկերության, տարբերակ 2 կարող են կոնսորցիումով կառավարման տալ, պետությունը մասնաբաժին ունենա, կարող են պետական պահել, թե որ տարբերակը կլինի, դա ժամանակը ցույց կտա։ Ֆինանսական պարտավորությունների մասով էլ անդրադարձա, բայց այդ մասին հիմա թիվ հնչեցնել չեմ կարող, որովհետև այդ 3 ամսյա բանակցությունների ընթացքը պետք է ցույց տա, ըստ էության այդ բանակցությունները հիմնականում վերաբերվում են հենց ֆինանսական գնահատման եւ փոխհատուցմանը, արդեն այնտեղ պարզ կլինի, էլի ինչ գին կձևավորվի փոխհատուցման։ Այս պահին դա ոչ մեկ չի կարող ասել։ Նախկին հանձնաժողովը անգործունեության էր մատնվել, դրա բառապացույցն էլ այն էր, որ նախկին տնօրենը Բաղրամյանը հրաժարվեց պաշտոնից, դուք էլ եք եղել հանձնաժողովի անդամ, սա չի նշանակում, որ դուք ևս անգործունեության եք մատնել, այստեղ ինչ իշխանություններից է զբաղվում։ Շատ լավ։ Ուրեմն հետևյալ կերպ պատասխանեմ հնչեցված հարցին, ես նախկինում 1.5 տարի եմ աշխատել հանձնաժողովում որպես հանձնաժողովի անդամ, հետո նշանակվել եմ Կոտայքի մարզպետ։ Այդ 1.5 տարվա ընթացքում նախ ես իմ կարգավորման տակ հանձնաժողովի կառուցվածքն է այդպիսին, բոլոր անդամները իհարկե իրավունք ունեն ցանկացած հարցի հետ ծանոթանալու եւ այս կամ այն վարույթին, այս կամ այն դիմում բողոքին, այս կամ այն օրենքի կամ կարգավորման փոփոխությանը ազատորեն մասնակցելու, բայց որպես կուրատոր հայերեն ոնց է, որպես համակարգող, շնորհակալություն, որպես համակարգող աշխատանքի բաժանում կա կատարված եւ ես այդ 1.5 տարիների ընթացքում իմ համակարգման տակ եղել են 3 հիմնական ուղղություններ, դա էր աշխատանքը քաղաքացիների դիմում բողոքների հետ, դա վերականգնող էներգետիկ ռեսուրսների, մասնավորաբար արևային կայանների տեխնիկական նախագծերի ստուգման եւ հավանության տալու փուլում ինձ մոտ էր գալիս այդ ամեն ինչը, ես տեխնիկական մասն էի ինձ ենթակա աշխատակազմի հետ ուսումնասիրում եւ երրորդը դա ԵԱՏՄ երկրների հետ մեր երկրի համագործակցություններ, որ իմ ենթակայության տակ էր եւ հետեւաբար նշվածից, եթե դուք տեսնում եք պարտավորություն եւ պարտականություն այդպես սուր, որ կար այդ 1.5 տարվա ընթացքում իմ ուսերին, ես երբեք չեմ խուսափել որևէ պատասխանատվությունից, պատրաստ եմ ինձ ուղղված հետագա հարցերը, եթե առաջ կգան, կոնկրետ փաստեր, ես կարող եմ դրանց անդրադառնալ, իսկ ընդհանուր առմամբ արդեն հարցին էլի պատասխանեցի մինչ այդ, ես հանձնաժողովի նախագահ եմ 1 տարի եւ այդ 1 տարվա 1 ժամի 1 ամսվա 1 տարվա բոլոր դրվագների համար կարող եմ մանրամասն պատասխան տալ։ Ես արգելի լրագրող, արգելի գործընկերներ, ես այդ հարցին առնվազն 3 կներեք էլի։ Ես այդ հարցին առնվազն ոչ թե 1 ձև պատասխանեցի, այլ 3-4 ձև պատասխանեցի։ Տեսական մակարդակով ամեն ինչ հնարավոր է, բայց այս պահի դրությամբ դեռ մենք հենց հիմա
նաև այդ փուլն է, որ մենք էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացի մեջ են գտնվում 80 աշխատանքային օրվա ընթացքում տարեվերջին մենք վերանայում ենք սակագները եւ որոշում ենք վերջապես այդ իմ մատնանշած քիչ առած գործոնների ազդեցությունը ինչպիսին է գալիք տարվա սակագնի վրա լինելու եւ որոշում ենք սակագին կթանկանա թե կբարձրանա։ Հիմա անմիջապես կարող եք ասել իսկ ինչպիսի կանխատեսում ունեք այս պահին զերծ կմնամ կանխատեսումով գնահատական տալուց, որովհետև առայժմ ակտիվ փուլում ենք այդ աշխատանքների, կգնահատենք եւ այդ մասին եւս կհայտարարենք։ Համենայն դեպս լավատեսություն ունեմ եւ ամեն ինչ անելու եմ, որ տեսանելի ապագայում սակագները չբարձրանան, որովհետև կա շատ մի կարևոր խոչընդոտող գործոն գալիք տարվա համար, ուզում եմ դուք լրագրողները եւս այդ մասին իմանաք, մենք գալիք տարի հայկական ատոմակայանը պլանավորվում է 3 ամսով ավել վերանորոգման մեջ պահել, այսինքն 5 ամիս ինքը կանգառի մեջ է լինելու, սովորական 2 ամսվա փոխարեն, իսկ ինքներդ եք հասկանում, որ ատոմակայանի պես էլեկտրոկայանը եւ նաեւ էժան էլեկտրաէներգիայի աղբյուր հանդիսացող ռեսուրսը, երբ որ չի աշխատում, ինքնաբերաբար ինքը բացասական ազդեցություն է ունենալու ընդհանուր սակագնի վրա, բայց մենք քանի որ ունենք այլ կետերով արդեն ձևավորված օգուտներ եւ ֆինանսական բարձիկներ, կփորձենք դրանով մեղմել այդ հանգամանքը եւ վերջնարդյունքը կտեղեկացնենք ձեզ։ Մնացած հարցերի համար այցում եմ ձեր ներողամտությունը, ես միշտ հասանելի եմ լինելու եւ իմ կաբինետում եւ ձեր ընկերություններում լրատվական կշարունակենք հաջորդիվ։ Շնորհակալություն։